Division Vega Stagna! Division Vega Stagna! Division Vega Stagna! Հնչող տագնապն ուսումնամարտական է, զորքն անմիջապես հագնվում, ստանում է իրեն ամրացված զենք զինամթերքը, զրահապաճկոնն ու պաշտպանիչ սաղավարտը և հաշված րոպեների ընթացքում յուրաքանչյուրը շարահրապարակում զբաղեցնում է իր դիրքը զինակցի կողքին։ Իսրայելը! Դիվիզիոն Հավսար! Զգաստ! Այսպես տագնապով է մեկնարկում ձմեռային ուսումնական կիսամյակը զինված ուժերի հրետանային զորամասերից մեկում։ Մարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում կատարելագործվում է զորքի պատրաստվածությունը։ Մեկնարկել է 2022 թվականի առաջի կիսամյակը և իրականացվում են մարտավարաշարային պարապմունքներ մարտավարական պատրաստությունից։ Պարապմունքներին մասնակցում են և ուսումնական ստորաբաժանումները և մարտական ստորաբաժանումները, իրականացվում են ներդաշնակումը ստորաբաժանումների կազմով և սպայական կազմի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ներդաշնակ գործեն ստորաբաժանումները և պատրաստ լինեն ցանկացած դեպքում արագ ներդաշնակ իրականացնեն իրենց դրված մարտական առաջադրանքները։ Դիվիզիոնի հրամանատարն անմիջականորեն աշխատում զինծառայողների հետ, շտկվում են վերկացի ընթացքում թույլ տրված թերացումները, հրահանգվում են հաջորդ թիվ գործողությունները։ Շարքում գտնվող հայկական բանակի նորեկների համար սա առաջին տագնապն էր և ուսումնամարտական մկրտությունը։ Օրեր առաջ տվեցի զինվորական երթումս ու արդեն պատով եմ գրում զինվորական համազգեստը և արդեն անցել եմ իմ բնականon ծառայությունը։ Սովորել ենք շատ բաներ հրետանավորների մասին, հրետանու մասին, զենքերի, զինամթերքի մասին ու իմ հաստիքը D30 զենքն է։ Սովորել ենք նրա մասին ինչ-որ բանաձևեր, ինչպես կիրառել այդ զենքը։ Ընդհանուր առմամբ շատ լավ է ասում մասին։ Սուրենի համար ազգային բանակում ծառայելն ընդամենը պարտք կատարել չէ։ Զինվորական հայրիկի հերթափոխն այժմ ինքն է ստանձնել և 2 տարի ծառայելու է անսնվիրաբար։ Հայրս նույնպես զինվորական է եղել և իմ համար մեծ պատիվ է շարունակել հորս գործը և ծառայել հայոց բանակում։ Հպարտ եմ զգում, որ ես անցել եմ ծառայության այնտեղ, որտեղ ցանկություն եմ ունեցել ու կարծում եմ, որ շատ մեծ ուժ կգործադրեմ, որպեսզի հասնեմ ամենաբարձր մակարդակին ու կարողանամ պարտքս տալ հայրենիքի։ Սերքսի եղբայրները, որ նույնպես նորակոչիկ են, միասին են զորակոչվել և բանակում միմյանց դարձել են թևութիկունք։ Ուրախ ենք, որ հենց սկզբնորեն կարողանում ենք կատարել մեր առջև դրած պարտականությունները և հոգեպես պատրաստ ենք ծառայությանը։ Ուսումնական փուլը դեռ նոր սկսվեց, 3 բացումներ և հուսով եմ, որ հետական մեզ համար ավելի լավը կլինի, կդառնանք ավելի մարդունակ զինվորներ։ D20 հրանոթի անձնակազմն էլ մարտական զենքն է ուսումնասիրում։ Ապակա հրետանավորների շարքում գտնվող երիտասարդներից Ալեքսը Միացյալ Նահանգներից է վերադարձել հայրենիք, իր հողում ապրելու և հարազատ զինված ուժերում ծառայելու համար։ Ընտանիքով եմ եկել Ամերիկայից, ճիշտն ասած, եկել ենք բնակվելու նպատակով, բայց դե միջև գալը ես գիտեի, որ ծառայելու եմ ստեղ եւ միշտ ուզեցել եմ ծառայեմ հայրենիքիս, որտեղ ես ունեմ ստեղ բարեկամներ, քույրեր, ծնողներս են արդեն ստեղ տատիկներ, պապիկներ, եղբայրս էլ ստեղ, ես միշտ ուզեցել եմ ծառայեմ, պաշտպանեմ հայրենիքիս եւ ընտանիքիս։ Հատկապես պատերազմից հետո է հայրենիքում ապրելու և արարելու ցանկությունն ավելի ամրապնդվել, ասում է Ալեքսեյ, և հոգու խորքում փայփայում է հույսը, որ շատ հայ տղաներ աշխարհի հեռու և մոտիկ անկյուններից կշարունակեն վերադառնալ Հայաստան։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե հայերը իմ նման ամբողջ աշխարհից գան ստեղ եւ ծառայեն իրենց հայրենիքին։ Ես էլ եկել եմ, որ օրինակ ծառայեմ իմ նման մարդկանց համար, իմ նման տղաների համար, ովքեր գտնվում են երկրից դուրս եւ ուզում են գան իրենց հայրենիքը պաշտպանել։ Եվ Ալեքսի նման տղաներն են այն գրավականը, որ հայրենիքի պաշտպանությունը վստահելի ձեռքերում է, բայց մինչ այդ նորակոչիկները նախ պետք է սովորեն, անցնեն ուսումնական փուլը, հմտանան իրենց մասնագիտություններում և դառնան հայրենիքի արժանի, հուսալի ու քաջարի զինվորներ։ Լաուրա Մամյան, Արամ Սիմոնյան, Զինուժ։